Ուզում եմ նշել, որ արտարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների մեջ դրա իրականացման առաջի շահառուը փաստաբաններն են։ Եվ այսօր իմ խոսքը իսկ կառուցեմ ավելի շատ պրակտիկ տպավորություններով, ինչպես նշեցիք, հողի վրայի տպավորություններով, որոնք որ մենք այսօր տեսնում ենք։ Եվ այս առումով մի քանի այնուամենայնիվ վիճակագրական ցուցանիշներ ես պետք է բարձրաձայնեմ։ Իդեպ ասեմ, այդ վիճակագրական ցուցանիշները մենք ձեռք ենք բերել միջազգային մեր գործընկերներից հրապարակված զեկույցներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի կողմից վերջերս բավականին բովանդակալի զեկույցեր հրապարակվել, որտեղ վերլուծվել էր դատական բարեփոխումները եւ վերլուծվել էր արդյունավետությունը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի եւ շատ հետաքրքիր այսպիսի դիտարկումներ կան, մասնավորապես համեմատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կադրերի ցուցանիշները արձանագրվել է, որ Հայաստանում մենք ունենք 40%-անոց կադրերի դեֆիցիտ, մասնավորապես դատավորների մասով։ Այդպիսի դեֆիցիտ է դիտարկվել նաև դատախազների աշխատակազմում։ Փաստաբանները ևս ունեն այդպիսի դեֆիցիտ հատկապես անվճար իրավաբանական օգնության դիրույթում, հանրային պաշտպանության դիրույթում։ Մի կարևոր դիտարկում ևս ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի, այո, մենք դիտարկում ենք վերջերս փոփոխություն ֆինանսավորման առումով, բայց միջին եվրոպական ցուցանիշի համեմատ այսօր Հայաստանի Հանրապետության դատական համակարգի ֆինանսավորումը 3.5 անգամ պակաս է։ Այդպիսի դիտարկում են արել մեր գործընկերները։ Հանրային պաշտպանության դիրույթում ծանրաբեռվածության մեկ մասին խոսեցինք, այո, ծանրաբեռվածությունը այսօր սոսկալի է։ Սոսկալի այն աշճանի, որ մենք ունենք մոտ շուրջ 300-ից ավել գործ, որոնք վարում են մեր հանրային պաշտպանները։ Եվ վերջին տարիների ընթացքում ես ստիպված եմ ասել, վերջին տարում ուրեմն այն հանրային պաշտպաններին ու ֆինանսական երևույթի խնդիրներով պայմանավորված հաստիկները կրճատվեցին։ Եվս դա այս կրկնակի գործերի շեշտակի ավելացման պայմաններով բնականաբար ազդել էր ծանրաբեռվածության վրա։ Ես կուզենայի նաև խոսել դատական համակարգի ծանրաբեռվածության իրական ցուցանիշների մասին, այն իմաստով, որ մենք վերլուծել ենք ուրեմն դատական իշխանության հրապարակված ուրեմն հաշվետվությունները այս առումով եւ օրինակ վերաքննիչ վարչական դատարանում տարեկան մենք ունենում ենք 47%-ի անավարտ գործեր։ Մի այսպիսի պրակտիկ օրինակ բերել, ես ինքս եմ մասնակցում որոշակի դեպքերում դատական գործերի, դատական գործի շրջանակներում, երբ որ գնացինք վարչական դատարան, դատական նիստի ուշադրություն չենք դարձրել ամուսնման վրա նշված տարեթիվը, պարզվեց, որ մենք տարի շուտ ենք եկել դատական նիստի։ Եվ սա ակնհայտ է իրավունքի պաշտպանության տեսանկյունից մենք ունենք ստեղ խնդիր։ Ես կուզենայի նաև վարչական արդարադատությանը անդրադառնել իր դրական իմաստով։ Վերջերս մենք խոսում ենք վարչական դատավարության օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելուն, իդեպ փաստաբանություն է սառնում դիրքորոշումը հայտնել է, վիճարկման հայցերի մենք 80%-անոց բավարարում ունենք։ Սա նշանակում է, որ դատարաններում արձանագրվում է տոներենից ներկաները, բայց ոչ բավարար եւ ոչ բավարար որակյալ վարչարարություն։ Այսինքն քաղաքացիների հայցերը բավարարվում են դատարաններում։ Եվ այս պայմաններում մենք խոսում ենք որոշակի նախաձեռնության մասին, այս առումով մենք մեր դիրքորոշում ներկայացնում ենք, ես կարծում եմ այդքան էլ ճիշտ չի լինի մենք ուրեմն կասեցման այս երաշխիքը կարևոր որ ունենք վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված վերացնել։ Այն նպատակը, որին ձգտում է գործադիր իշխանությունը, ես կարծում եմ այլ կառուցակարգերի միջոցով կարելի է հասնել, մասնավորապես նույն վարչական մարմինները կարող են ավելի բովանդակալից հիմնավորել իրենց վարչական ակտերի կասեցման արգելքը եւ այդ կառուցակարգը ամրագրելով մենք ունենանք իմ կարծիքով այն ակնկալիքը, որ կարծում ենք։ Եվ հակառակ պարագայում մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, նույն քաղաքացիումով տպավորություն է ստեղծվում, որ վարչական մարմինը այնուամենայնիվ արագ ուզում է անցկացնել, առաջ տանել իր վարչարարությունը։ Բայց թվային ցուցանիշները խոսում են հակառակի մասին։ Ես թեև այս մասին խոսվեց, բայց նաև ես կուզենայի, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք քրեական արդարադատության դիրույթում, մենք ևս այստեղ, այսպես ասած, տնային աշխատանք ենք կատարել եւ ուսումնասիրել ենք
առաջին ածանի դատարանների վճիռները, թվային ցուցանիշները։ Պարզվում է, որ 2024 թվականին առաջի ածանի ընդհանուր իրավասության դատարանում կայացվել է 9196 դատավճիռ, որից 5830 դատավճիռը վերաբերում է այդ հայտնի քրեականորեն գրքով նախատեսված 344 հոդվածին։ Ես կարծում եմ, որ մենք քրեաիրավական դիրույթն տանելով այս իրավախախտումը պետք է բավականին երկար մտածենք։ Փաստորեն մենք տարեկան ունենում ենք 5830 արձանագրում են դատավճիռով 5830 հանցագործություն։ Ես հասկանում եմ, որ արդյունավետության տեսանկյունից մենք կարող ենք խոսել այդ մասին, որ այո, դատական դուգանքներով է որպես դուգանքով է որպես կանոն ուրեմն արձանագրվում այդ դատական ակտը, բայց ինչի՞ չի կարելի մտածել, օրինակ վարչական դիրույթում այս արատավոր երևույթի հետ պայքարելը եւ արդյունքին հասնելը։ Չէ՞ որ այդ դատական ակտին հասնելուց մենք ներգրավում ենք վարույթ իրականացնող մարմին, այսինքն քննչական ծառայությունը, մեծամասամբ դեպքերում ուրեմն հրավիրում են հանրային պաշտպանություն, այնուհետև դատական համակարգը։ Այսպիսի ահռելի ռեսուրսներ օգտագործելով մենք փորձում ենք այս խնդիրը լուծել։ Ես կարծում եմ, այստեղ բավականին անելիք ունենք եւ կարծում եմ այս լուծումը պետք է գտնել։ Հաջորդ դիտարկումը, որի մասին ես կուզենամ խոսել, ևս վերաբերում է վարույթ իրականացնող մարմիններին եւ վարչական մարմիններին։ Գիտեք, ինչ փաստաբանության տեսանկյունից եւ քաղաքացու տեսանկյունից այնուամենայնիվ դիտարկում է այսպիսի մի բան Վարդանյանը դրա մասին խոսեց, մոտեցում, որ կարծես թե տպավորություն կա, որ այնուամենայնիվ մեկ է 3 ածանները պետք է սպառեն։ Չէ՞ որ նաև կա այսպիսի մի կարևոր սկզբունք, ռացիոնալության սկզբունք, օրինականության սկզբունք եւ ակնհայտ կողքից տեսնում ես, որ գործը դատավարական ապագա չունի, բայց այնուամենայնիվ փորձում ենք հասնել դա մինչև վերջ։ Ես կարծում եմ, սա երկու հանրամատով է պայմանավորված։ Առաջինը, այդ վարույթ իրականացնողը մտավախություն ունի, որ վաղը, ես ուղղակի ասեմ, վաղը հանկարծ չդիտարկեն իր գործողությունները ոչ բավարար, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից եւ փորձում է մաքսիմալ ուրեմն տանել գործը առաջ։ Եվ այո, վերջը բեռն գնում է դատական իշխանության վրա, որը որ նաև հանգեցնում է նմանատիպ ծանրաբեռնության։ Հաջորդ դիտարկումը, որի մասին ես կուզենամ խոսել, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանի լույսի ներքո հայաստանյան ուրեմն դատական համակարգի դատական բարեփոխումների արձանագրումներն են, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը։ Իդեպ ասեմ, որ մենք առաջատար ենք Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եվրոպական մի շարք երկրների համատությամբ։ Իսկ եթե այս ցուցանիշը մենք տրանսֆորմացնենք ազգաբնակչության թվականով, ես կարծում եմ, մեր դիրքերը էլ ավելի կբարձրանան տեսանկյունից։ Եվ ըստեղ էլ մենք կարծում եմ բավականին անելիք ունենք դատական իշխանության հետ համագործակցության շրջանակներում։ Դատավարական եւ կազմակերպական հիմնախնդիրների տեսանկյունից մենք խոսում ենք փաստաբանության շրջանում իրավունքի չարաշահման տեսանկյունից, բայց մենք ունենք մի ցուցանիշ, որը որ վերաբերում է մասնավորապես կառանավորների դատավարական գործողություններին տեղ հասցնելու այս ընթացակարգին։ Ես այսպիսի հրապարակում գտա զանգվածային լրատվական միջոցներում ներդահարվել, իհարկե հիմք ընդունելով հարցումները, ուրեմն 24 թվականի դրությամբ եղել է 21771 հայտ, որից բավարարվել է 3786-ը, դա արվել է ոստիկանության բաժանման։ Ինչպես? Շատ բարի, բայց այնուամենայնիվ այստեղ ունեն բավականին մեծ թվականակ։ Ես աղբյուրը ձեզ կներկայացնեմ եւ տեղեկատվություն։ Միգուցե այստեղ շփման անհրաժեշտություն կա, բայց նաեւ այս մոտեցումը դիտարկում է մեր գործընկերները։ Երբ որ շատ անգամ բնում են դատական նիստերի եւ կառանավորը ուրեմն տեղ չի ասում տեխնիկական այսպիսի պատճառներով, որը որ կարծում եմ այլ խոսվեց, որ շփում են այս իրավիճակը։ Սա եւս դատական նիստերի հետաձգման լուրջ խնդիր է։ 2023 թվականին մեր գործընկերները, մարզային գործընկերները խնդիր բարձրացրեցին հատկապես Շիրակի մարզում, երբ որ տեղի ունենում ուրեմն դատավորների տեղափոխություն։
եւ արձանագրվել են հետեւյալ ցուցանիշներ, մոտավորապես 12 դատավորներ տեղափոխվել են Երևան։ Սա նշանակում է, գիտենք մենք մեր դատավարական համապատասխան կանոնները, որ մեծամասամբ դեպքերում այդ գործերը չեն հասնում իրենց ավարտին։ Եվ մարդիկ կան, օրինակ ամուսնալուծության վեճը, դա տրիվիալ վեճ է քաղաքացիական տիրույթում, տևել է շուրջ 8 տարի։ Դե բնականաբար սա ես կարծում եմ խնդրահարույց է, հատկապես ամուսնալուծողների տեսանկյունից։ Եվ այո, նմանատիպ իրավիճակ, ես կարծում եմ, մենք պետք է այն գործիքակազմը օգտագործենք, որպեսզի ուրեմն նմանատիպ տեղափոխությունների պայմաններում չտուժեն քաղաքացիների իրավունքները եւ այստեղ մենք պետք է այս առումով եւս կարելի ձեռնարկենք։ Էլեկտրոնային արդարադատություն։ Այո, շատ լավ է, մենք գիտակցում ենք, որ էլեկտրոնային արդարադատությունը այսօր անխուսափելի է։ Եվ այո, անհրաժեշտ է մեզ էլեկտրոնային արդարադատություն։ Ես ինքս օրինակ հեռավար կարգով մասնակցել եմ դատական նիստի, որը իրականացում էր Ղազախստանում, Երևան քաղաքից։ Հիմա այսօրվա մեր իրավիճակը էլեկտրոնային արդարադատության համակարգում, իդեպ մենք բավականին կառուցողական քննարկումներ եւ համագործակցություն ունենք արդարադատության նախարարության հետ այս առումով, բայց եկեք նաեւ ասենք, որ մենք ունենք այստեղ բազում խնդիրներ։ Ունենք բազում խնդիրներ, որոնք մենք տարիա մենք ուզում ենք շրջենք, բայց դեռ ուրեմն հաջողության չենք հասնում, նմանատիպ դժգոհություններ են նաեւ արձանագրվում դատական իշխանության ներկայացուցիչների կողմից, երբ որ մենք նմանատիպ ուրեմն կառուցակարգեր, համակարգեր ներդնում ենք, մենք փորձենք այնուամենայնիվ պիլոտային ձևաչափով սա մի հատ գործարկենք, որպեսզի տոտալ խնդիրներ չլինեն, այն լոկալ իրավիճակներում մենք փորձենք դրա լուծումը գտնել եւ գնալ առաջ։ Ինչ վերաբերում է նմանատիպ ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործմանը, մենք արդեն 2 տարի օգտագործում ենք, ունենք հանրային պաշտպանների մասով, մենք ուրեմն հեռավար տեսակցություններ ենք ապահովում ազատազրկման վայրերից մեր գործընկերները ուրեմն Վաշինգտոն պաշտպանյալների հետ, էլ անհրաժեշտություն շատ անգամ չի լինում գնալ անմիջապես հասնել ուրեմն քրեակատարողական հիմնարկ, որպեսզի այդ տեսակցությունը ապահովել եւ սա արդյունավետ աշխատում։ Ինչ վերաբերում է արհեստական բանականության, այո, ժամանակակից իրավաբանական տրենդերից մեկն է արհեստական բանականությունը արդարադատության տիրույթ ներմուծելը։ Բայց բան Վարդանյանն ասեմ, մենք ունենք արդեն բացասական process առումով, ոչ թե Հայաստան, այլ մեր միջազգային գործընկերները այդ մասին խոսում են, շատ երկրներում այդ ուրեմն գործիքակազմի կիրառման արդյունքում մենք ունեցել ենք դատական ակտեր, որոնք առերևույթ խոսում են այն մասին, որ ոչ մի արդարադատություն չի իրականացվում այդ ակտով, այլ նաև խնդիրներ են ծագել ոչ ճիշտ ալգորիթմային լուծումներ գտնելու։ Եվ այս առումով այդ հարցին ես կարծում եմ բավականին ներկայացնող պետք է մոտենալ եւ հակառակ տենդենսը կա։ Նույն փաստաբանության շրջանումներ կան, օրինակ հայտնի այսպես ասած GPT chat-ին օգտագործում անձին, որպեսզի օրինակ կազմեն պայմանագիր։ Կազմում այդ պայմանագիրը, գործարկում այդ պայմանագիրը, կազմում է, որ շատ լուրջ սխալներ է թույլ տվել եւ անձանց իրավունքները խախտում են եւ այս առումով բավական հետաքրքիր վերլուծություններ կան։ Նաև կուզենա անդրադառնալ մեր մոնիտորինգային իրավիճակի, դատական համակարգի, այս առումով ես պետք է նշեմ, որ մենք իմ կարծիքով պետք է մի քիչ վերանայենք սա, որովհետև շատ անգամ մենք հարցումներ ենք անում իրավասում արմիններին, այդ թվում նաև դատական իշխանության, օրինակ արձանագրել, թե որքան դեպքով է փաստաբանի իրավունքների պաշտպանության չարաշահման պայմանավորված դատական իշխանը հետաձգվել եւ կարծում եմ, որ այս առումով հանդեպս հրապարակման տիրույթում մեզ մոտ ուրեմն արձանագրումներ անկա չեն, մենք ինքներս էլ որպեսզի աշխատենք այդ խնդիրների վրա։ Եվ ժամանակակից տեխնոլոգիաները այսօր թույլ են տալի, օրինակ համաժամանակյա ռեժիմով հասկանալ մոնիտորինգային վիճակը, այսինքն արդյունավետության տեսանկյունից, որպեսզի ավելի արագ կարողանանք արձանագրել։ Հաջորդ դիտարկումը, որը որ ես կուզենայի անել, դա օրենսդրական խնդիրներն են։ Մենք միշտ բարձրաձայնում ենք այս հարցը եւ խոսում ենք այս մասին, այո, պետք է նաեւ կարծում եմ փաստաբանությանը ներգրավել այս քննարկումների։ Դա բան Վարդանյան, գիտեմ, որ դուք ներգրավում եք, բայց որոշակի իրավիճակներում ես կուզենայի, որպեսզի դա լիներ ավելի ինտենսիվ։ Շատ անգամ մենք իմանում ենք օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության մասին, պաշտոնական այն տիրույթներում, օրինակ իդրախտ տեղեկատվական համակարգերում, բայց սրանք վերաբերում են թիրախային մեր մասնագիտությանը,
որտեղ որ մենք կարծում ենք, որ պետք է ավելի ներգրաված լինենք, եւ նաեւ կուզենայի, որպեսզի մենք ավելի ներգրաված լինենք այն կադրերի ընտրության հարցում, հատկապես հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլն, որտեղ պաստաբանությունը եւս տեսակետում է եւ կարող է ուրեմն այդ տեսակետը հայտնել։ Ինչի խոսեցի օրենսդրական խնդիրների մասին, տեսեք, այն օրենսդրական խնդիրները, որոնք այսօր շփվում են, օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին այդ օրենքի կիրառման հետ կապված, այդ խնդրի մասին, որը որ եզրափակիչ մասով սահմանադրական դատարանը արդեն արձանագրել են, տեսնում ենք սա, այս խնդրի մասին մենք բարձրաձանել ենք դեր օրենքի մշակման շրջանում։ Եվ լավ կլիներ այս ինտենսիվությունը եւ այնուամենայնիվ պաստաբանության կարծիքս առումով հաշվի առնել եւ այսօր ունակ չենք ունենա այս հարցը։